որոշում կայացրեցի, որ պետք է նստացույց իրականացնենք ու դա կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Լիդիան գտնում է քրեակատարողական հիմնարկում։ Ես սրբազան պայքարի մասնակից չեմ, աջակից չեմ։ Արման Պետրոսյանը ոչ սրբազան պայքար շարժման անդամ է, ոչ էլ ակտիվ աջակից, բայց պայքարում է, որ Լիդիա Մանթաշյանը բանտից ազատվի։ Երեկվանից գլխավոր դատախազության դիմաց նստացույց է սկսել մի խումբ մարդկանց հետ, որ հանրային ճնշումը մեծանա ու Լիդիային կալանքից ազատեն։ Լիդիան էլ չի արել այնպիսի բան, որ ահաբեկչության նախապատրաստման հոդվածով այդ շինծու մեղադրանքը չպիտի լինի իր վրա։ Լիդիա Մանթաշյանը միակ կինն է, որ բանտարկված է Բագրատ Սրբազանի գործով։ Նրան էլ են մեղադրում ահաբեկչության փորձի ու իշխանությունը զավթելու նախապատրաստության համար։ Լիդիան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի օգնականն էր։ 5 ամիս է բանտում է, դատարանը օրեր առաջ 3 ամսով նորից երկարացրեց կալանքը։ Ինձ արդեն զգուշացրել էին, որ դատավորը թույլտվություն չի ստացել Նիկոլենցից, որ ինձ ազատ արձակի, եւ մի շաբաթ առաջ սա գիտեի։ Լիդիայի դեպքը արդեն այդ կարմիր գծերի հատումներ, որ արդեն այս անարդարացանը հնարավոր չի չբարձրաձայնել, հնարավոր չի արդեն չպայքարել, որ Հիմա ոնց հասկանում ենք Լիդիան Հայաստանի Հանրապետության միակ ամենավտանգավոր ահաբեկիչն է։ Լուսինե Գրիգորյանը ծիծաղով է արձագանքում ընկերուհու մեղադրանքին։ Լիդիան ունակ չէ ուղղակի վատ քայլ կատարելու։ Պետք է խելառ լինես, որ այդպիսի բան մտածես Լիդիայի դեմքին միայն նայելով, արդեն հասկանում ես, որ նա լավ արարքից բացի ուրիշ բան չի կարող անել։ Համոզված է Աբովյան քրեակատարողական հիմնարկում պահելու մղումը նաև իրենց է հասցեագրված, որ իշխանության դեմ պայքարից ձեռքերը լվանան ու տուն գնան։ Այս կառավարության նպատակը այդ է, որպեսզի վախեցնեն բոլորին, բայց չի ստացվելու իրենց մոտ, որովհետև ոչ մեկ սրանցից չի վախենում եւ չի վախենալու։ Իշխանությունից այսպիսի պնդումները հերքում են վստահեցնում, թե իրավապահների ու դատական իշխանության գործերին չեն միջամտում։ Լիդիային ուղղակի նայելով կտեսնեք, որ նա ահաբեկչություն այսպես ծրագրելու կամ ահաբեկչություն գործելու ունակ չէ պարզապես։ 5-րդ ամիսն է Լիդիային հանդիպել չի կարողանում, քանի որ տեսակցությունն էլ է սահմանափակված, այսինքն ավելի խիստ են Լիդիայի նկատմամբ, քան շարժման առաջնորդի։ Բագրատ Սրբազանի տեսակցությունների արգելքը վերացրել են։ Փաստաբանը պահանջել է, որ արգելքը հանեն, բայց պնդում է ինքնուրույն չեն կողմնորոշվել Լիդիա Մանթաշյանի արգելքը վերացնեն, թե ոչ։ Կարծես թե ամենաառանցքային կերպարը Բագրատ Սրբազանն էր։ Եթե իր տեսակցությունները բաց են, կարող է այս կնոջ տեսակցություններն է բաց լինեն, ու մարդիկ պատրաստ չլինելով այդ դրան ուղղակի ունենալով հրահանգ պահելու կալանքը, ասում են նույն սահմանափակումն, դա արդեն իսկ վկայում է, որ իրենք անկախ չեն գործում։ Այս գործով կալանավորվածներից 11 հոգու խափանման միջոցը փոխել են, կամ ազատության մեջ են, կամ տնային կալանքի տակ, իսկ Լիդիայի դեպքում դատարանը շարունակում է ծայրահեղ միջոցը։ Չի կարող մի գործով մեծամասնությունը մեղադրյալները լինեն այլընտրանքային խափանման միջոցի ներքո, Լիդիան լինի ամենածանր խափանման միջոցի ներքո, այդ տիրողության հիմնավորմամբ կքննարկենք գուցե եւ ներկայացնենք միջնորդություն։ Տաթևիկ Սողոյանը դատարանից մեծ ակնկալիք չունի, բայց կբողոքարկի որոշումը։ Հնարավոր է առաջիկա նիստում էլ միջնորդի, որ Լիդիային ազատ արձակեն։ Ազդակա, որ հանկարծ երաշխավորված չլինեք, չզգաք ձեզ, չգիտեմ, ձեր սեռային պատկանելությամբ կամ աշխատանքով մենք կարող ենք գնալ եւ լրագրողների հետևից եւ մամուլի պատասխանատուների եւ կանանց, այսինքն այսպիսի կարմիր գծեր կամ սահմանափակող հանգամանքներ մեր համար այլևս նշանակություն չունեն։ Վարչապետի դեմ շարժման ակտիվիստ ընդդիմադիր Լիդիա Մանթաշյանի խիստ պատժին արձագանքել են նաև քաղաքասարակությունից։ Կնոջը թիրախավորված ու հետևողական հալածել է անընդունելի է համարում իրավապաշտպան Զարուհի Հովանիսյանը։ Ժանա Ալեքսանյանին այս դեպքը հիշեցրել է խորհրդային դատախազությունում ընդունված կարգերը։ Արձագանքել է նաև մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկ այցելելու ժամանակ Լիդիա Մանթաշյանին էլ է տեսակցել։ Հետո էլ ընդհանուր բնույթի մի հայտարարություն տարածել, թե Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մտահոգիչ մնալ։ Անահիտ Մանասյանը նշել է, թե կալանքի չարաշահումը կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության նկատմամբ վստահությանը։ Այս ապօրինի որոշումը դատարանի կողմից խտրական ու անարդարացի որոշումը միանշանակ բողոքարկվելու է բոլոր ատյաններով։ Արդյոք հանրային այս արձագանքը դատարանը հաշվի կառնի ու կազատի 39-ամյա ընդդիմադիր կնոջը 2 օրից հայտնի կդառնա։ Բագրատ Սրբազանի գործով դատական նիստը նոյեմբերի 27-ին է։